շատ քաղաքական ուժերի ղեկավարներին, ձեր կարծիքը նրա այդ արարքներին քայլերին։ Ես գիտեք, որպես Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացի, իսկապես իմ համար առնվազն անընդունելի է այն գործելավոճը, որ երկրի իշխանությունների ղեկավարը աշխատանքային օրվա մեծ մասը օգտագործում է բացառապես ինչ-որ տարօրինակ անհասկանալի չելենջների հայտարարություններ անելով։ Իսկապես ցավում եմ սրա համար, որովհետև կարծում եմ, որ մեր երկրում ստեղծված իրավիճակը այն բազմաթիվ խնդիրները, որոնք առկա են, որոնք լուծման են կարոտ, ավելի շատ այս խնդիրներն են արժանի ուշադրության, քան ինչ-որ անլուրջ մարտահրավերների նետումը այս կամ այն քաղաքական ուժերին կամ այս կամ այն քաղաքական գործիչներին, ավելի լուրջ բովանդակային ինչ-որ մեկնաբանության նպատակահարմարություն հավատացեք չեմ տեսնում։ Հարցումներ են ներկայացնում, ներողություն, հարցումներ են ներկայացնում տարբեր այսպես որ իրենց ռեյտինգը բարձր է եւ ըստ այդ հարցումների օրինակ Ծառուկյանը չէ դասում այս մասով։ Մենք այդ հարցումներին շատ լավ ծանոթ ենք եղել, այդ հարցումների հրապարակումից դեռևս 20 օր առաջ, այդ հարցումները հասանելի են եղել նաև այլ քաղաքական ուժերին, եթե խոսքը վերաբերվում է Այրիայի կողմից իրականացված հարցումներին։ Հետաքրքիր ճակերտավոր զուգադիպությամբ այդ հարցումների հրապարակումը հետաձգվեց մի 20 օր, հետո հրապարակվեց պատվիրված համերգի մոտիվներով այն հարցումները, որոնք որ հասանելի են։ Ես հիմա ուզում եմ պարզապես զուտ տրամաբանության շրջանակներում հարց ուղղել։ Եթե ամեն ինչ այդքան հիանալի է իշխանությունների ռեյտինգի հանրային տրամադրությունների առումով, ինչի համար է այս ցայտնոտը, ինչի համար է այս անհասկանալի հյուրախաղերը, ամենօրյա ռեժիմով 3, 4, 5, 6 վիդեո ուղերձների հրապարակումը, հա, վարչապետի մակարդակով, որոնք ձգված են այս կամ այն քաղաքական ուժերին։ Մենք շատ լավ տիրապետում ենք եւ հանրային տրամադրություններին, եւ սոցիոլոգիական հարցումների արդյունքներին, եւ վատ լուր ունեմ իշխանությունների համար, այդ արդյունքների համաձայն իրավիճակը միանգամայն այլ է։ Իսկ ինչի համար են Նիկոլ Փաշինյանի այս վիդեոները, այսինքն իրենք մտավախություն ունեն, որ մեծամասնությունը այդուհանդերձ չի հաջողվի։ Ես կարծում եմ սա արդեն արմատացած գործելավոճ է հանրության ուշադրությունը կարևոր թեմաներից շեղելու, հանրության համար տեսարաններ ապահովելու եւ նմանատիպ այլ մոտեցումներ են ընդհանրապես ցուցաբերվում, իսկ ինչ վերաբերվում է կայացած լուրջ քաղաքական ուժերին ու գործիչներին, ապա նրանք ընդհանրապես աշխատում են կառուցողական դաշտում։ Տեսանք Փաշինյանի եւ Արցախցի կնոջ, այսպես միջադեպը դրան հաջորդեց Փաշինյանի ներողությունը, դրանից դրա որդուց նա արցախցիներին փախած անվանեց, հետո ներողություն խնդրել արդյոք քաղաքական նպատակահարմարություն է, թե գիտակցված ներողություն էր։ Գիտեք, ամեն ինչի մեջ պետք է առաջին հերթին ֆիքսել ազնվության գործոնը, հա, երբ դու նախ առաջին հերթին հերքում ես, որ դու ասել ես նման արտահայտություն, հետո քաղաքական նպատակահարմարությունից ու նախընտրական տրամադրությունների նպատակահարմարությունից ելնելով միգուցե նաև ոմանց խորհրդով նախընտրում ես ներողություն խնդրել, չեմ կարծում, որ այս իրավիճակը ինչ որ մի բան շտկում է, հա, փառք ու պատիվ արցախցի մեր քրոջը իր արժանապատիվ կեցվածքի համար, այլ առիթներով եւս ասել եմ, իսկապես փառք ու պատիվ, որովհետեւ յուրօրինակ արժանապատվության հայության դրսևորում էր այդ ամեն ինչը։ Տիկին Տոնոյան անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի գործով դատականիստին, նախորդ դատականիստում դատավորը հրապարակեց վերդիկտը, ճանաչելով եւ հռչակելով Գագիկ Ծառուկյանի անմեղությունը։ Սպասելի էր ձեզ համար, թե այդ սպասելիքները։ Անկեղծորեն մեր համար անսպասելի էր, ինչպես կարելի էր պարոն Ծառուկյանի արձագանքից դատել նաեւ, որովհետեւ մինչեւ այս պահը տեղի ունեցած քաղաքական գործընթացները, այսպես քաղաքական գործընթացները, որոնք ավելի շատ իրավական դրսևորում էին ստանում, մեզ հիմք էին տալիս ենթադրելու, որ այնուամենայնիվ դատարան այլ որոշում է կայացնելու եւ մեր փաստաբանների խումբը պատրաստ էր հնարավոր բոլոր ատյաններում այդ որոշումը բողոքարկելուց հետո նաեւ եվրոպական դատարան դիմել, որովհետեւ 6 տարի շարունակ քննվող քրեական գործի շրջանակներում, երբ չկա որևէ ցուցմունք, երբ չկա որևէ փաստ Գագիկ Ծառուկյանի դեմ, բայց այնուամենայնիվ Գագիկ Ծառուկյանը այդ քրեական գործով նաեւ կալանավորված է եղել եւ այս տարիների ընթացքում նաեւ իրավական այս ամբողջ գործընթացներին է մասնակցել, դեռևս 1-2 տարի առաջ բոլոր հնարավորությունները կար, որպեսզի վաղեմության ժամկետով պայմանավորված այս քրեական գործի քննությունը դադարեցվեր, բայց ինչպես պարոն Ծառուկյանի, այնպես էլ փաստաբանների եւ մեր բոլորի սկզբունքային դիրքորոշումն է եղել, որ այնուամենայնիվ անմեղությունը պետք է ապացուցվի պարոն Ծառուկյանի, ինչը որ եւ տեղի ունեցավ։ Շնորհակալ եմ ջրել։ Մենք հարցեր, մենք հիշում ենք, որ Գագիկ Ծառուկյանը այն ժամանակ պատգամավոր էր, դատախազի գլխավորի կար, նրանց եկեցին պատգամավոր լինելուց կալանավորեցին եւ այսօր Գագիկ Ծառուկյանն ուներ հնարավորություն, որպեսզի պահանջեր դատարանից, որ հրապարակային ներողություն խնդրեին, բայց հրաժարվեց։
Գագիկ Ծառուկյանի որևէ որոշում պատահական կայացված չի լինում եւ այս դեպքում եւս ես ուզում եմ որպեսզի բոլոր այդ համապատասխան գործընթացներով հանդես եկող մարդիկ եւս մեկ անգամ իրենց մեջ մտածելու հնարավորություն ունենան, թե ինչու Գագիկ Ծառուկյանը այդ որոշումը կայացրեց։ Ինչ հարցն է, թե պարոն Ծառուկյանը չի ներ վարչապետի տեխնացիոն եւ այս փուլում դեռ չբացահայտեց անունը, բայց որոշում կա կայացված արդեն Քարոզարշավին անձամբ Ծառուկյանը մասնակցել։ Գագիկ Ծառուկյանը ոչ միայն Քարոզարշավին, այլ դրան նախորդ ժամանակահատվածում շատ ակտիվ հանդիպումների շարք է ունենալու հանրապետության գրեթե բոլոր համայնքներում, ընդ որում ոչ թե մեծ մասսայական միջոցառումների մակարդակով, այլ հենց բակերով, այգիներով, գյուղամեջերով շրջելով, մարդկանց հետ զրուցելով եւ հանրային տրամադրությունները բարձելով, որտեղ ինչպես տարբեր առիթներով ասել ենք, առաջարկ Հայաստանին ծրագիր է, այն ծրագիրն է, որը չի գրվում կաբինետներում, այլ բացառապես հենց տվյալ ոլորտի ներկայացուցիչների կողմից են առաջ քաշվում թեզերը։ Թեմայից դուրս մի հարց է, Հիսուսի արձանի հետ կապված վերջնաժամկետ կհիշեցնեք եւ դեպի արդեն Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը անգամ ձմռանես խստաշունչ ձմռան պայմաններում չի դադարեցվել, ամբողջ ձմռան ընթացքում ներքին հարդարման աշխատանքներ են իրականացվել, որովհետեւ նպատակ ու ցանկություն կա ժամկետների մեջ տեղավորվելով անել լավագույն արդյունքը, ըստ նախնական ինֆորմացիայի դա կլինի 2027 թվականին, բացումը տեղի կունենա 2027 թվականին, բայց պարոն Ծառուկյանը միշտ ասում է, որ ինքը շտապեցնելու, արագացնելու որևէ բան չունի, որտեղ նպատակը լավագույն արդյունքն է։ Շնորհակալ եմ շատ։